Պատգամավորի մանդատ, թե փոխքաղաքապետի եւ համատեղությամբ քաղաքապետի պարտականությունները կատարողի պաշտոն։ Այս ընտրության առջև է կանգնած եղել Ավետիս Առաքելյանը խորհրդարանական ընտրությունների մանդատների բաշխումից առաջ։ Այս ընտրությունից էր կախված նաեւ այն, թե արդյոք Գյումրիում տիմ իշխանությունը կփոխվի կամ քաղաքապետի պարտականությունների կատարողը այլ անձ կլինի։ Ավետիս Առաքելյանը որոշում է կայացրել՝ մնում է Գյումրիում, չի գնում օրենսդիր։ Քննարկումները եղել է եւ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ եւ քաղաքական թիմի խմբակցության ղեկավարի պարոն Նարեկ Կարապետյանի հետ եւ վերջնական որոշումը միանշանակ իմն է եղել եւ ես գտել եմ, որ առաջնահերթը գյումրեցիների եւ Գյումրի քաղաքի շահն է եւ այս պահին տեսնում եմ, որ կարող է եւ այնպես պատահեր, որ կոլապսի ենթարկվեր քաղաքը, որը անընդունելի էր եւ ինձ համար եւ մեր քաղաքական թիմի համար։ Հետևաբար Գյումրիի տիմում առայժմ ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա, թեև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է, նա տնային կալանքում է։ Այս որոշումը քննարկումների առիթ տվեց, թե Գյումրիի իշխանությունները կուլիսային պայմանավորվածություն ունեն կենտրոնական իշխանության հետ եւ չեն խոչընդոտելու արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Ավետիս Առաքելյանը այս խոսակցություններին լուրջ չի վերաբերում։ Ինչ տաբալենք, տաբալված էր էլի, որ ուզենայինք տաբալենք, բայց չէ, ընդհակառակը մենք թույլ չենք տալիս, որ տաբալվի։ Ամեն ինչից ասել եմ, առաջնահերթ ոչ պաշտոնն է, ոչ ատորն է, ոչ ինչ որ ներկայացությունն է, այլ քաղաքի շահն է, քաղաքի բնակիչների շահն է եւ Հայաստանի Հանրապետության շահն է։ Իսկ քաղաքի բնակիչների շահերից բխող ծրագրեր ու նախագծեր քաղաքապետարանը ունի, ճիշտ է առայժմ միայն թղթի վրա։ Սպասում են գործնական փուլի մեկնարկին։ Դրանցից մեկը Գյումրիում թափառող շների համար կացարանի կառուցմանն է վերաբերում։ Տարածքը ըստ Ավետիս Առաքելյանի ընտրված է, հողհատկացումը կատարված։ Էսքիզային տարբերակը կա, փորձենք արդեն վերջնական նախագծի տեստ տանք եւ մրցույթ հայտարարենք։ Ժամկետները չեմ կարող հիմա վերջնական ասեմ, այսպես, բայց մոտ մի ամսվա ընթացքում ամենաշատը։ Լավ է, սպառագծեր նպատեմ, հնարավոր է որ մրցույթը հայտարարվի եւ դոնոր կազմակերպությունը ստանձնի ու միանգամից շինարարությունը սկսի։ Դոնոր կազմակերպությունները ըստ քաղաքապետի պարտականությունները կատարողի հետաքրքրված են Գյումրիում նաև բնակարանային շինարարությամբ։ Բնակարանաշինական եւս մեկ ծրագիր քաղաքային բյուջեի համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրով են նախատեսում։ Հայտը ներկայացրել են, բայց հաստատում կամ մերժում չեն ստացել։ Սուբվենցիոն ծրագիրն է բնակարանաշինության, որը դեռ մինչև այսօր չի հաստատվել եւ չի հերկվել կառավարության կողմից, հուսով եմ կհաստատվի։ Մոտ 2 միլիարդ 200 միլիոն դրամանոց ծրագիրը 100 բնակարաններ, 2 հատ 5 հարգանի, ընդանուր տեսքը այսպեսին կլինի։ Կառավարությունը Գյումրիում բնակարանային պարտավորություն ունի 383 ընտանիքի նկատմամբ, իսկ տնակների ընդհանուր թիվը մի քանի անգամ ավելին է՝ 2465։ Բնակարանաշինությունը ըստ Ավետիս Առաքելյանի Գյումրիում շարունակում է մնալ թիվ 1 խնդիրը, իսկ պետական միջոցները միայն փողոցաշինությանն են ուղղվում։ Եվ վզովի ծրագրից են տեղյակ եղել եւ ամեն ինչից է տեղյակ են եղել։ Հիմա էլ ճիշտ ասած 10 կիլոմետր թե 25 կիլոմետր ասֆալտապատում Գյումրու համար են էլ ֆրեզային տեսքով իրենք գիտեն, կառավարությունը իրենք են, ըստ ինձ առաջնահերթ պետք է լիներ բնակարանաշինություն։ Քաղաքապետարանում սպասում են Վառեմ Մարեմի հայտնի շենքի վերականգնման աշխատանքների վերսկսմանը։ Պատշգամբի հատվածն ապամոնտաժված է, բայց վերականգնման նախագծի վերջնական հաստատում դեռ չկա։ Ըստ իմ տեղեկությունների մնացել է, որ նախագիծը, շին նախագիծը հաստատվի կրթության գիտության մշակույթի նախարարության կողմից վերջնական թույլտվությունը տան, որ շինարարական աշխատանքները սկսեն։ Մենք շին հրաբարակի ստեղծման աշխատանքների թույլտվությունը տվեցին, դա մեր լիազորությանը, իսկ վերջնական նախագիծը պետք է հաստատվի արդեն այդ 14 նախարարություններից, երևի եթե չեմ սխալվում, մնացել է մշակույթի նախարարությունը, որը մշակույթի նախարարությունն է վերջնական իր հաստատումը տա եւ մարդիկ սկսեն աշխատանքներ։ Գյումրիի ավականին արձակուրդից կվերադառնա սեպտեմբերին, ավականու կազմում փոփոխություններ են սպասվում։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից օրենսդիրում մանդատներ ստացողներ կան։ Նրանք ավականու մանդատից հրաժարվելու համար մեկամսյա ժամկետում պետք է դիմում ներկայացնեն։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն